որ նիստը հետաձգվում է, պարոն Հակոբյան, մանրամասնեք, ինչ հիմքով, ինչու։ Ուրեմն այս նիստը միջնորդության քննությունը նշանակվել էր դեռևս 3 ժամը 22:00-ին, նիստը կայացել էր, բայց քանի որ նախագահային պատշաճ ծանուցում չէր ուղարկվել, նիստը հետաձգվեց այսօր 14:30։ Սերժ Սարգսյանը 14:30 ներկայացել է, մեզ հայտնեցին, որ դատական նիստը տեղի չի ունենալու։ Ինչու՞։ Պատճառը ասեցին, ինչ-որ դատավորի հետ կապված չգիտեմ։ Անձնական խնդիր։ Հա, ինչ-որ տենց բան չկոնկրետացեցին։ Իսկ երբ է կայանալու։ Դրա մասին տեղեկություն չկա։ Պարոն Հակոբյան, ամեն դեպքում հիշեցման կարգով այս նիստը դարձյալ դատախազության միջնորդությունն է խափանման միջոցի փոփոխության հարցով։ Կհստակեցնեք ամեն դեպքում, թե ինչն է հիմք հանդիսացել այս միջնորդության համար։ Գոնե ինչը որ հնարավոր է մամուլի համար։ Կա մի գրություն, որում արձանագրված է նախադասություն, որ առկա են օպերատիվ տվյալներ, որ նախագահան ինչ-որ մտադրված է, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել, դրա համար մեղադրանքի կողմը միջնորդել էր արտահերթ նիստ նշանակել, որպեսզի խափանման միջոցներից բացակայելու արգել խափանման միջոցը կրկին կիրառվի։ Երեք նիստը տեղի է ունեցել, երկու մեղադրողներն էլ ներկայացրել էին, ես իմ հակափաստարկները ներկայացրեցի, այսօր դատավորը հետաձգել է, որպեսզի լսեր նախագահի դիրքորոշումը։ Պարոն, այդ օպերատիվ տվյալները դատախազության ինչ ճանապարհով են ստացվել։ Մեզ անհայտ է դա ինչ ճանապարհով է, ինձ թվում է իրանց էլ է դա անհայտ ինչ տվյալ է եւ ոնց են ստացել եւ ստացել են թե ոչ։ Ամեն դեպքում ձեզ ասեմ, որ օպերատիվ տվյալների հիման վրա նույնիսկ դատական երաշխիքների փուլում նման միջնորդությունները չեն բավարարվում, նույնիսկ խուզարկությունների վերաբերյալ միջնորդություններն են մերժում ու մնաց գործընկերության քննելու ընթացքում ինչ-որ օպերատիվ տվյալի հիման վրա խափանման միջոց կիրառելու հարց կա։ Ենթադրվում է, որքանով ես եմ տեղյակ, դատավորը մի քանի օր աշխատանքի չայցելի, այս ընթացքում փաստացի խափանման միջոց ընտրված չէ Սերժ Սարգսյանի նկատմամբ, նա Հայաստանի խափանման միջոց ընտրված է, բացակայելու արգելք կիրառված չէ, նա Հայաստանի գալու մտադրություն ունի, պլանավորում է դուրս գալ։ Քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձը ունի պարտականություն։ Նույնիսկ եթե բնակության վայրը կարճ ժամանակով փոխվում է, ինքը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել վարույթ իրականացնող մարմնին։ Հետևաբար, եթե այդպիսի ցանկություն լինի, պարտադիր պետք է նախապես տեղյակ պահվի վարույթ իրականացնող մարմինը։ Հետևաբար այստեղ տենց խնդիր չկա, այո։ Այսինքն, ուղղակի ես հասկանամ, թե իսկապես պլանավորել է գնալ եւ բացակայելու արգելք ոչինչ ձեզ չեմ կարող ասել։ Դիմապես եք, այս խափանման միջոցի վերաբերյալ 4 առանցին քրեական վարույթներ էր դատարանում մուտք եղել։ 4-ով էլ խափանման միջոցները բացակայելու արգելքը վերացվել է։ Հետևաբար, եթե այդպիսի մտավախություն լիներ, գոնե մեկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմինը դա իրական կհամարեր։ Մտավախություն չունեք, որ դուրս գալու դեպքում ինչ-որ փոխանցումներ կստեղծեն նախագահի համար։ Չեմ կարծում։ Եվ նայեք, ստացվում է, որ ոչինչից չեմ զարմանում։ Ստացվում է, որ միևնույն հաստատական հանգամանքներով ինքնասպանություններ ներկայացվել երկու տարբեր դատարաններին խափանման միջոց բացակայելու արգելք ընտրելու վերաբերյալ մի դատավորը արդեն իսկ կայացրել է ինքնասպանությունը ներառելու որոշում։ Մյուս դատավորը հակառակ դիրքորոշում ունենալու համար ծանրակշիռ փաստարկներ պետք է ներկայացնի։ Շնորհակալություն։ Այդ միևնույն այցանի դատարանի դատավորներ են եւ կարգանված չեն մեկը մյուսի։ Հա, դե բայց ծանրակշիռ փաստարկներ պետք է լինի, այսպես ոչ թե այդպես։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ